Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին ես զրուցելու եմ հարգարժան Արա Հարությունյանի հետ, շնորհակալ եմ պարոն Հարությունյան մեզ ժամանակ տրամադրելու համար։ Վերջին շրջանում, պարոն Հարությունյան, իշխանությունները մի այսպիսի թեզ են ակտիվորեն տանում, իհարկե հույսը դնելով նրա վրա, որ հայ հասարակության լայն զանգվածները, իհարկե ձեր հոդվածները, աշխատությունները չեն կարդացել կոնֆլիկտի մասին, երբ այսպես ասում են, դե մենք խաղաղություն ենք ուզում ու խաղաղություն ենք բերելու։ Երեք եթե հետևել եք հանրային հեռուստաընկերության եթերում էլ կար այդպիսի բանավեճ, որի մասնակցում է եւ համարեցի, որ ձեզ հետ այս թեմայով պիտի խոսենք։ Արդյոք կոնֆլիկտի տրամաբանությունը մեզ կարող է թույլ տալ կարծելու, որ կողմերից մեկը եթե խաղաղություն է ուզում, ապա խաղաղություն կարող է լինել։ Խնդրեմ, պարոն։ Բարեժան, քանի որ մենք հասել ենք մարդկության խնդիրների են արմատներին ամենապրիմիտիվ, ցավոք այդ վիճակում է Հայաստանը, որ ինչ հարց քննարկում ես, պետք է այն ամենակոքերից կաս։ Կոնֆլիկտը մարդու էությունն է, ու կոնֆլիկտի կողմերի հարաբերությունները որոշվում են ուժերի հարաբերակցությամբ։ Եթե մեկը ուժեղ կողմ է, ու ինքը ինչ-որ բան է քեզնից ուզում, դու խնդրելով չես կարող նրան ստիպել, որ էլ չուզի։ Կոնֆլիկտը դա օբյեկտիվ հարաբերություններ, կեղծ չեն։ Պատերազմն ինչ է, հարաբերությունների սրումն է մինչև իրար ոչնչացնելը։ Ներքե մինչև պատերազմի հասնելը կոնֆլիկտի կողմերը կարող են, չէ՞, պայմանավորվեն, մեկը զիջեր, մյուսը ասեր դե լավ եւ այլն։ Բայց մարդու էությունը նրանն է, որ մարդը չի ինքը զիջող չի, սուբյեկտային է։ Ինքնիշահը պետք է պաշտպանի, որովհետեւ եթե մեկը ասում է ես քեզ քու տարածքն եմ ուզում, քու կյանքն եմ ուզում, քու ունեցվածքն եմ ուզում, եթե դու չկարողացար պաշտպանվել այդ ամեն ինչից, ինքը կվերցնի։ Դրա համար կոնֆլիկտը ունի էսկալացիոն հատկություն, դա կոնֆլիկտի էությունն է։ Եվ կոնֆլիկտը ունի բանը, իրեն հավասարակշռելու հարցը։ Դրանք երկու բևեռներ են։ Եթե հավասարակշռված չի կոնֆլիկտի կողմերի ուժային հարց, ուժային բալանսը, կոնֆլիկտը գնում է դեպի էսկալացիա, սրվում։ Եթե հավասարակշռված է, կոնֆլիկտը կարող է այդպես մարի, ոչ թե մարի, այլ սառեցված վիճակում մնա։ Օրինակ սովետն ու ՆԱՏՕ-ն, արևմտյան աշխարհը իրար հետ 60 տարի կոնֆլիկտի, 50 տարի կոնֆլիկտի մեջ էին մինչև սովետի վերանալը։ Հանգեցրեց նրան, որ սովետը վերացավ։ Սովետը հենց այնց չվերացավ։ Սովետը վերացավ, որովհետև չկարողացավ սպասարկի այդ կոնֆլիկտը։ Այդ կոնֆլիկտը բազմաթիվ հարթություններում էր. ռազմական, հումանիտար, մշակութային, գիտական, տեխնոլոգիական, շատ կողմեր ուներ։ Բոլոր կողմերում էր սովետը ռազմականում կարողացավ հավասարակշռված պահում էր, բայց ինքը պարտվեց հումանիտար ասպարեզներում, մշակութային ասպարեզներում։ Հիմա նույն կոնֆլիկտը գոյություն ունի հայերի եւ թուրքերի միջև, բայց մենք չենք սպասարկում կոնֆլիկտը։ Մենք Գորբաչովից Ղարաբաղ ենք ուզում, Գորբաչովն ասաց ότι գործը չի, ու այդ ժամանակվանից մենք անտեր ենք մնացել։ Հետո 91 թվականից մինչև 94 թվականը սովետական բան սպաներին Վազգեն Մանուկյանը բերեց, դրանք հավասարակշռեցին ռազմականորեն կոնֆլիկտը։ Բայց մենք հետագայում որպես պետականություն չհավասարակշռեցինք տնտեսապես, բարոյապես, մեր իդեոլոգիաներով ու կոնֆլիկտը հասավ նրան, որ Նիկոլ բերեցին թուրքերն իշխանության ու Հայաստանն են հիմա մարսում, Ղարաբաղը տվեցինք, վաղը Հայաստանը կտանք։ Այդ կոնֆլիկտը կանգ չունի, եթե մեր կողմից չի գիտակցվել ու չի սպասարկում, չի դիտվում որպես դա մահի ու կյանքի հարցը։ Այդ մահացու կոնֆլիկտ է։ Այդ խաղ չի։ Ու հայկական հրապարակում եղածները այդ պրիմիտիվ բանը չեն հասկանում։ Կոնֆլիկտը նաև հայ իշխանություն, հայ քաղաքացի հարաբերությունների հարցը, որը եւս չի սպասարկում հայ քաղաքացիների, հայերի, հայաստանցիների կողմից։ Բացարձակապես իշխանությունները սպասարկում են կոնֆլիկտը որպես տիրակալ, բռնապետ, թքած ունեն հայի վրա։ Սերժը ասեց, չէ, ինչքան ասեք, ինչքան եք ուզում, կխփենք այդ թիվը։ Դրանից առաջ այդ թիվը կրակել էր Վազգեն Սարգսյանը, չէ, որ ասեց 100% էլ հավաքեք, ձեզ իշխանություն տվող չկա։ Ինչի ասեց 100%, թող ասեր մենք ինչքան էլ որ հաղթի կամ ինչ-որ մի ուրիշ բան ասեց։ Ինքը ասեց 100%։ Որտեղից եկավ այդ 100%-անոց թիվը։ Չենք քննարկել այս հարցը, բայց սկզբունքային հիմնարար հարցը, բարի ջան,
հայ հոգեբանները պետք է ասեն, այ մարդ, այս 100%-ը որից սրա խելքին եք բզեց։ Դա նրանից էր, որ ես անձամբ հաշվել եմ հաջորդ օրը 75%-ով էր հաղթել Վազգեն Մանուկյանը, բայց ես չունեի փախցրած տեղամասերի տվյալները, որտեղից քվեատուփերը փախցրել են։ Իրենք ունեին այդ սաղ տվյալները։ Վազգեն Մանուկյանները, Լևոններ, բոլորն էլ գիտեն, որ 85-90%-ով է Վազգեն Մանուկյանը հաղթել։ Դրա համար ասած, այա հաղթել եք, բայց 100 էլ հավաքեք, ձեզ իշխանություն տվողը չկա։ Այսքան պարզ է։ Այս կոնֆլիկտը հայ քաղաքացին չի սպասարկել։ Իշխանություն, ժողովուրդ հարաբերությունների հարցը չենք սպասարկել։ Այսինքն, եթե դու կոնֆլիկտը չգիտես ինչի մասին է, դու իրավունք չունես քաղաքական դաշտում ծպտուն հանելու։ Դու իրավունք չունես քաղաքական թեմաները միկրոֆոնը բերանիդ մոտեցնելու, որտեղ սա մարդկայինի հիմնականն է։ 2 միլիոն հայություն Հայաստանում, չգիտեմ հիմա ինչքան է, 2.5 միլիոն է։ Ընկել են մի քանի տգետի ձեռը, որոնք ոչ մի բան չգիտեն։ Բարիշան, սա ֆանտաստիկ վիճակ է, սենց բան չի եղել աշխարհի երեսին։ Մենք մեր անկումը միայն տնտեսական չի, ռազմական չի, քաղաքացիական չի, մեր անկում մարդկային է, տգիտությունը բան է արել, բռնագրավել է Հայաստանը։ Մենք ճորտագրվել ենք տգիտությանը, որովհետև հրապարակ մտան տգետները, ասիները ռուստեսեղ մեղավորը, դու սուրբ ես։ Դրանով խաբեցին հային, սարքեցին լալկան ապուշ։ 10,000 զոհ տվեցինք, ոչ մի վրեժ չկա։ Հիմա նայում ես այդ երեխեքի դեմքերին, զոհվածների, համար սրանք ինչով էին մեղավոր, որ ձեր տգիտության պատճառով գնացին զոհվեցին։ Էս ինչ արեք դուք։ Հələ մի հատ ձեր արածին նայեք։ Ու ոչ մեկը չի ուզում այդ հարցը որպես կոնցեպտուալ, իրապես տգիտության հարց քննարկի։ Հիմա էլ Նիկոլը շատ եմ խոսում, բայց երևի էս է հիմնական ասելիքը։ Նիկոլը գնում է ընտրությունների։ Ինքը 21 թվականին ինչ արեց։ Ինքը ասեց, այ Վազգեն Սարգսյանը ասեց 100%-ով հաղթեք, ձեզ իշխանություն տվող չկա։ Խի ես իրանց ինչով եմ պակաս։ Արա արեքստե։ Ես 3 տարի է իշխանություն եմ, հələ մի հատ էլ եկեք ընտրության մի հատ կեղծեմ 5 տարով էլ գրեմ։ Հիմա ժողովուրդը սպասում է, թե եկող տարի գնալու է ընտրությունների, ինքը եթե նենց լավ, նենց ամեն ինչ պատրաստել է, ասել է, խի սպասեմ մինչև մի քանի ամիս ինձ պետք է, արեք ընտրության, հենց հիմա։ Ուզում է 100% հավաքեք, ինքը իշխանություն չի տալու, որտեղ ինքը թիմն ունի ընդկեղծելու, ճնշելու, հերնանիցելու, ջնջխելու։ Սա էլ կոնֆլիկտի տեսակ է։ Մենք կոնֆլիկտների մեջ ենք, ամեն օր առավոտից իրիկուն մարդկային կոնֆլիկտների մեջ ենք, քաղաքական, քաղաքացիական, պետական, էտա մենք այդպես ենք ապրում։ Դու սարի փողոցում մեկին հանգած մի հատ կպնես, կոնֆլիկտ է։ Պետք է սպասարկես այդ կոնֆլիկտը։ Կենցաղային կոնֆլիկտները կարող են ինչ-որ գիտեն ոնց սպասարկեն, ջաղորբանով եւ այլն, կաշառելով բանան։ Ինչի է կաշառքը Հայաստանում այդքան սարսափելի մասշտաբների։ Կոնֆլիկտը չեն կարողանում սպասարկել, որտեղ կոնֆլիկտի վերջում կաշառք չտալու վերջը ծեծելն է։ Մենք չենք կարողանում ծեծել։ Այդ կոնֆլիկտ կուլմինացիայի չենք հասցնում։ Պետության մակարդակում պատերազմն է։ Կրակելն է, գողերը կրակում են իրար վրա, ռազմիրատ են անում, սպանում են, ժողովուրդը չի հասկանում, որ դա կոնֆլիկտի ստադիաներից, անհրաժեշտ ստադիաներից մեկն է։ Եթե իշխանությունը քեզ պարտադրում է կրակել, դու եթե չկրակեցիր, պարտված ես։ Հիմա գնա, ով որ գնում է հիմա այս սպասվող ընտրություններին, եթե Նիկոլը դու 100% հավաքես ընդդիմությունը, Նիկոլը ասեց, ես եմ հաղթել, ինչ ես անում։ Մի հատ գոնե մի հատ տրամաբանական բան գոյություն ունի, ձև գոյություն ունի, որ ասես, ես եմ անում։ Հələ մի հատ Բարիշան, խնդրում եմ դու երևի այս հարցերը քննարկելուց, ով որ կգա ու կխոսի ընտրություններից, ասա ենթադրենք Նիկոլը գրեց հաղթել եմ 100%-ով։ Ինչ ես անում։ Ու դու էլ հաղթել ես իրական 100%-ով։ Ես այդ հարցը ունեմ եւ տալիս եմ այդ քաղաքական գործիչներին։ Ինչ են ասում, հետաքրքիր է։ Հիմնական պատասխանը սա է, որ հետընտրական գործընթացներ պետք է սկսել։ Ոնց թե 35 տարի է հետընտրական գործընթացներով մենք կործանվել ենք։ Դա կատաստրոֆա է, նման բան ասողի պետք է Բերլին գաս, ասես արա դու փաստորեն ինձ կանչում ես ընտրության, որ ես գամ ձենս գցեմ, Նիկոլը կեղծի,
ու դու հետընտրական գործընթաց սկսես, մի հատ շերեփուկ կար այդ գործով էր զբաղված։ Բա ինչ պետք է անեմ, պարոն Արցյան, խնդրեմ դուք ասեք, ինչ անել։ Ասեմ, Նիկոլը 18 թվին ընտրությամբ չհաղթեց։ Ինքը իշխանությունը վերցրեց, հետո ընտրություններ կազմակերպեց, որպեսզի ֆորմալացնի այդ հաղթանակը։ Ընտրությունները իշխանությունը պետքա վերցնել մինչև ընտրությունները։ Քու իմացած ձևերով ուժով կլինի բանը քաղաքացիական անտանելի վիճակ ստեղծելով կլինի, անկառավարություն ստեղծելով կլինի, երկիշխանություն ստեղծելով կլինի։ Դու պետքա ֆորմալ իշխանություն ունենա, ոչ ֆորմալ իշխանությունը սկզբից ունենաս, հետո ֆորմալը հաստատես։ Իսկ մեզ մոտ հակառակն է, ասում ենք մենք թուղթը կգցենք, այս կգնամ թուղթը գցեմ կհաղթեմ։ Չհաղթեցի, հետ ընտրական գործընթաց կանես։ Իա, այդ ով է քեզ այդ իրավունքը տվել հետ ընտրական գործընթացով գնաս մարդկանց քաշտասադրությունների։ Ընտրությունները իշխանությունը որոշելու համար է, ոչ թե հետ ընտրական գործընթացներով, որ դու մտնես պարլամենտ ու սկսես Նիկոլ բանանել, քննադատել մեծ վերան, ես էլ կայնեմ ծապտամ, հələ տեսար ինչ լավ ասեց, ապուշ քու կյանքի հաշվին է այդ լավն ասում։ Ինքը $2000, $3000 փող ունի։ Նիկոլը իր ամեն միլիցուն կարա 1 միլիոն հիմա տա, 1000 միլիցուն, 1 միլիարդ տան, թուրքերը կտան այդ փող, ոչ պրոբլեմ չկա։ Կասի արա, սրանց բոլորին մորթեք։ Հասկանում ես, կուլմինացիան հասել է կյանքի գոյության խնդրի, դու պետքա համարժեք լինել։ Եթե համարժեք չես, ինչ ընտրության մասին խոսք կարող է։ Նստեք ազգովի մտածեք, թե որ Պարոն Արցյան, տեսեք, հիմա այս տեսական զրույցը որ տանում ենք, հիմա մարդիկ հայտնվել են բանտերում, Բագրատ Սրբազանը, մի շարք մարդիկ, ինչ որ խոսակցությունների հիման վրա, որտեղ քննարկել են ոչ ընտրական ճանապարհով իշխանություն վերցնելու, իշխանության գալու հարցը։ Հիմա լավ, այս առաջարկը, որ դուք անում եք, ինչ որ մարդ լայն շրջանակների հետ պիտի քննարկվի, ով քննարկվում է, հայտնվում է բանտում, ինչ անել այս պարագայում։ Այդ հարցը լայն շրջանակների հետ չեն քննարկվում։ Բանը կրոնավորը կարող է մասնակցեն դրան, թե չէ։ Չէ։ Սա բանը լուրջ հարց է։ Դու գործ ունես բանի հետ, արտաքին ուժերի հետ, որոնք վերցրել են իշխանությունը, գոյություն ունի պարտիզանական պայքար։ Պարտիզանական պայքարը կամ մենակ են անում, կամ ընկերովի են անում։ Հիմա եթե դու ուզում ես բան փոխես իրականում, այլ ոչ թե ուզում ես պարլամենտ մտնես ու աշխատավարձ ստանաս, ընդհանրապես խոսելով, դու պետք է առաջին հերթին քո ամենամոտ ընկերոջը, սուրբ ընկեր կարող ունես, հեր ունես, աղբեր ունես եւ այլն, հավաքվում նստում եք երկու հոգով սկզբից, բայ ինչ անեք։ Այդտենց երկու հոգիներով Հայաստանում երևի մի 500,000 մարդ կլինի, զույգ որ հավաքվեն, որոնք երկու հոգով իրար կարող են վստահել։ Կարող է մի 50,000 լինի, որ 3 հոգով կարող է վստահեն իրար։ Ես իմ սարսափելի ֆանտաստիկ տարբերակներում 3 հոգով կարող է։ 3 հոգով մտածեք ինչ կարաք անեք։ Եթե դու կարողանում ես վստահ լինես, որ Նիկոլը, եթե դու 100% հավաքես, ինքը չկարողանա ասի ես եմ հաղթել, ինչ որ ձև ունես։ Այդ ձևը հիմա արդեն պետքա կիրառություն ունենա, որ Նիկոլը փաստի առաջ չկայանացնի, ասի ես եմ հաղթել։ Դու պետք է ինձ անես, ինքը չկարողանա ասի ես եմ հաղթել։ Հարցը դրանն է, նստեք մտածեք, ես ստեղ չեմ, չգիտեմ։ Միգուցե մի հատ միլիցու գարաժա պետք բաժար տալ, մի ուրիշ միլիցու պագրիշկա պետք ծակել, ամեն օր, ասենք թե երկու հոգով երթվում են, որ այսօր մի հատ միլիցու պագրիշկա պետք է ծակեն մաշինի։ Օրեկան մի հատ, երկու հատ, 10 հատ։ Գործը պետք է մեթոդաբանություն ունենա, եթե դու քաղաքացիական այս վիճակում ես, լսեք հիմա իշխանության խնդիր չի, գոյության խնդիր է, ազգը կործանվում է, որովհետև այս մարդն եկել է, Թուրենն է սարքում Հայաստանի տեղ, ըստ որում Գազայում ինչ է տեղի ունենում։ Նեթանյահուն ասում է, ստեղ պետք է դուք չաբրեք, հասկացեք, կմորթեմ ձեզ, նրանք էլ չեն կարող փախնել, Եգիպտոսը չի թողնում։ Միքայել Աշխարհին ասում է, ինչ անեք, մորթելու եմ, ես փողի տերն եմ աշխարհի։ Իմ դեմ ոչ մեկը չի կարա խոսա։ Տրամփ դու ով ես արա, որ իմ դեմ խոսած, դոլարը իմն է։ Նիկոլն էլ ասում է, միլիցիան է իմը, արա, դու ով ես որ կարանաս մտնես պարլամենտ, իմ չուզելով։ Դու պետք է գաս որպես ընդդիմություն, հա, քաշ կտամ քեզ որպես ընդդիմություն, ես կլնեմ 80%, 20%-ով հաճասեք ընդ անասուններ։ Էսա պայմանը։
վիճակն այդ ձևի է, ինքը կարող է չսպասի մինչև հունիս, որ ինչ-որ process-ներ ասում։ Միավորվեք, ձև գտեք։ Նիկոլի Հենարյանը, որը ապահովում է նրան իր 100%-ը, Վազգեն Սարգսյանական, գտեք դրա դեմն առնելու ձևը։ Ես գտնում եմ, որ միլիսեքին չպետք է թողնել աշխատել, բայց չբռնվեք։ Իսկ եթե դու պետք է խոսես քո ընկերների հետ միկրոֆոնի դեմը ու գնաս բաց, կներես ինձ, դու դավաճանել չի, ինչ ասեմ քեզ, այդ լուրջ չի էլի, մարդկային չի։ Խոսում ես, որ գնաս բանտ այ ընկեր, թե գործ ես ուզում անես։ Գործ ես ուզում անես, գործ ալ։ Խոսալը գործ չի։ Սա է, հաշվեք, որ Նիկոլի հայտարարությամբ չեն ընտրությունները սկսվել։ Հիմա ստացվում է պարոն Արությունյան, ստացվում է, որ ես ձեր առաջարկի հետ համաձայն չեմ, որովհետև բանտ չեմ ուզում գնալ։ Հա, մի համաձայնվի Բարիշյան։ Այո։ Որովհետև կներես ինձ, դու իսկապես չես կարող համաձայնվել, որովհետև դու Հայաստանի խնդիրների մեջ որպես քաղաքացի ես խառնված։ Հայերը Հայաստանի խնդիրների մեջ որպես մարդ են խառնված, որը կանգնած է գենոցիդի վտանգի առաջ։ Բայց հարցը ոչ մի ձևի չխոսվի։ Տուն եք խաղում ձեր կյանքի հետ, ձեր երեխեքին տարակ տվեցիք, այդ երեխեքը մեռած են, ոչ մեկը չի կարող իրանց անունից խոսալ։ Եկեք քննարկենք այդ տեսական պարտիզանական պայքարը, որը չի նշանակում, սա ասեմ մեզ հետևող իրավապահների համար, չի նշանակում որևէ մեկի սպանել։ Պարտիզանական։ Ես պագրիշկա ծակելը կամ գլուշից էլի մեջ կարտոլ խրելը, բան է։ Լավ, գանք հիմա այդ տեսական առաջարկ։ Հիմա տեսեք, կա այսպիսի իրավիճակ։ Ոչ միայն այդ պայքարը, ընդհանրապես պայքարի կոնֆլիկտը սպասներ իշխանություն, հասարակություն կոնֆլիկտը սպասարկելու համար, չնայած բոլոր պարագաներում կա կոնֆլիկտ, բայց այս պարագայում դժվար է հասարակությանը հասկացնել, որ Հայաստանը ըստ էության օկուպացված է Թուրքիայի կողմից։ Ինչու՞։ Որովհետև թուրքական հրահանգներ են կատարվում։ Եվ երբ որ դու որևէ մեկին ուզում ես բացատրել, որ կներեք, եթե մարդիկ Արարատի պատկերը հանում են, որովհետև թուրքերն են այդպես ուզում, ուրեմն այստեղ թուրքական ինքնիշխանություն կա։ Իրանք չեն հասկանում, որտեղ Նիկոլայան ազգանուն ունի, ասում են, դե մերոնցից մեկն է, ոնց կարա թուրքական իշխանություն լինի։ Հա, մենք չենք ընդունում իրեն, քննադատում ենք իրեն, չենք սիրում իրեն, բայց ինքը հայ է։ Ու սա կարևոր տեղ է ստեղծում, որ մարդիկ ինչ որ կարմիր գծեր կան, չեն անցնում։ Հիմա տեսեք, նույն հայերը, ասենք Արևմտյան Հայաստանում ուրիշտեղ, ինչ որ խմբեր աշխատել են թուրքական իշխանության դեմ, որովհետև իշխանությունը թուրքական է եղել ու ազգանուններով էլ իրենք իմացել են, որ այդ մարդիկ թուրք են։ Սա խնդիր է թե չէ։ Ներողություն, մի օրինակ բերեմ նոր։ Տեսեք, այս մտքին ինչու եկա։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ էս արշավը որ սկսել, ասում ես ժողովուրդ, սա թուրքական ծրագիր է հայկական եկեղեցու դեմ ու կարևոր է որ դուք այդ կոնֆլիկտի մաս լինեք, պաշտպանեք եկեղեցուն, անկախ դրանից սիրում եք, չեք սիրում կաթողիկոսին։ Ինքը ասում է ո՞նց թուրքական։ Ախ Նիկոլը հայ է, հայ առաքելական եկեղեցու հետ է, որտեղ խնդիր ունի եկեղեցու, ուզում է լուծի։ Բացատրեմ Բարեժան, սկզբունքային ամենակարևոր հարցը դրեցիր։ Ուրեմն քննարկենք Նիկոլի թուրք լնելու, հայ լնելու հարցը։ Դա երկրորդական է բան մեթոդական առումով։ Այս ամեն ինչը սկսվեց սովետի ժամանակ, այդ կոնֆրոնտացիան արևմուտք սովետ կոնֆրոնտացիան բերեց նրան, որ Հայաստանում գլուխ բարձրացնելը միգուցե բանա, սխալա, որտեղ տգետ մարդիկ էին։ Հայաստանում շատ տգետ մասսա, հիմնականում ջրերից դուրս եկան որպես հայրենասերներ։ Բայց սովետը չի թողում, որ մենք թուրքական հարցը բարձրացնենք։ Դե սովետի կրշի տակ տակուկ նստած էինք, սկսեցինք նացիոնալիստ խաղալ, բայց որպեսզի չես կարող մաքուր նացիոնալիստ խաղալ, ասում են մենք սովետին ենք դեմ, կոմունիզմին, սոցիալիզմին ենք դեմ, որը նաև մեր ազգային հարցերը չի թողում։ Սովետի կործանումից հետո կոնֆրոնտացիան շարունակվեց ռուսների դեմ, իսկ Հայաստանի վրա սկսեցին աշխատել թուրքերը։ Ոնց, Բարեժան, Սորոսի միջոցով։ Ինչ է իրանից ներկայացնում Սորոսը, ովքեր Սորոսին 5 բառ լսել են, 5 բառ Սորոսի անձնական խոսակցությունից, կհասկանան, որ այս մարդը բացարձակ տգետ է։
մարդկային առումով խայտարակ տգետ է։ Ուղղակի ինքը գիտի փող աշխատել միջնորդությամբ։ Փողը միջնորդային ֆունկցիա է երկու մարդկանց հարաբերությունների չափ։ Եթե դու այդ մարդկանց հարաբերությունների մեջ սկսում ես խցկվել ու քու շահերն առաջ տանել այդ միջնորդության դու փող ես աշխատում։ Բանկերն ի՞նչ է միջնորդը։ Փողի հետ գործ ունեցողները բացի արտադրողից ու վերջնական գնողից, մեջտեղի բոլորը խանութը, մեծ առաքիչը, փոքր առաքիչը եւ այլն դրանք միջնորդներ։ Ուրեմն թուրքերը Ալիևը եւ Ալիևի պապան այն ժամանակ հələ չէր ֆարմել, բայց թուրքական իշխանությունները արդեն ֆարմել էին։ Սորոսը փող է վերցնում ուրիշ երկրներից, ուրիշ մարդկանցից եւ արևմուտքի պայքարի տակ ռուսների դեմ այդ փողը կես օգտագործում են։ Թուրքերը Սորոսին ասել են, սա ես գիտեմ բացարձակ ճիշտ աղբյուրից, տեղյակ աղբյուրից։ Ասել են քեզ տալիս ենք ենթադրենք 1 միլիոն, անունը դնենք 1 միլիոն։ Այդ 1 միլիոնից կեսը պահում ես քեզ, կեսը տալիս ես մեր ուզած թիրախին, մեր ասածներն անելու համար։ Այսինքն թուրքը տվել է Սորոսին 1 միլիոն, ենթադրենք 100 միլիոն, միլիարդ չեմ անում ինչքան է տվել, ասել է Հայաստանը ես եմ տնօրինում։ Դուք բաժինը պահի այդ փողի։ Մնացածը քու անվան տակ, ես չեմ կարող որպես թուրք Հայաստանը սկսեմ տիրապետել, չէ՞։ Բայց քու անվան տակ, որպես արևմուտք անվան տակ, պրոբլեմ չունենք։ Ես եմ կուրատորը։ Դրա համար անկախ Հայաստանի առաջի օրվանից Հայաստան մտած արևմտյան գրանտների 90%-ը թուրքական է։ 2000 թվականներից սկսած 99, հիմա ինձ թվում է 99 ու 99, որովհետև արևմուտքն է տեսնում, լսի, եթե Թուրքիան իր գործը 100% անում է, փողն էլ տալիս է մեր մարդուն, այդ փողը գնում է ամերիկյան բանկ, մենք ինչի խառնվենք։ Դրա համար հայոց գրանտակերները որոշ մասը գիտեն, որ նա թուրքերի համար է աշխատում։ Գիտեն, որ կուրատորը թուրք է։ Որոշները կարողա չգիտեն։ Ես համոզված եմ, թուրքական համալսարաններում կրթություն ստացածները են հերոտեղեն մյուսները եւ այլն, իրանք շատ լավ գիտեն, որ դա Էրդողանի փողերն են, ու Էրդողանն էլ որոշում է, ում փողը տա, ում չտա, ինչի համար տա, ինչի համար չտա։ Այս ամեն ինչին օգնել են Հայաստանում հակառուսները։ Դու գիտեք ում մասին, չեմ ուզում անուններ տալ, որ դու խայտարակ վիճակների մեջ չհայտնվես, բարեժան։ Բայց մենք գիտենք, մարդիկ կան 2 միլիոնով լսարան ունեն հակառուսության։ Հակառուսությունը դա թուրքամետություն է Հայաստանի այս վիճակի պայմաններում։ Մինչև հիմա ամեն օր բերանը բացելուց Քեմալ Լենին պայմանագրի մասին խոսողը Հայաստանը կործանող հիմնական դեմքերից մեկն է, որտեղ այդ մարդուն շատ են լսում։ Երեք ուրեմն գիրքս եմ տվել բան տպագրության ChatGPT-ին հարցրեցի, թե գիրքս ինչ մակարդակով է գրած, ասեց քոլեջային մակարդակ։ Լրիվ նորմալ է գրքի համար։ Հարցրինք Տրամպը ինչ մակարդակով է խոսում, ասեց 3-4 դասարան։ Այսինքն Հայաստանում 90 թվից 88 թվից 3-4 դասարանցիները գրավել են ասպարեզը, որովհետև բոլորին են հասկանալի։ Տրամպի խոսածածը բոլորն են հասկանում։ Այս մարդկանց խոսածածն են բոլորը հասկանում, բարեժան։ Դրա համար իրենք պոպուլյար են։ Իմ խոսակցությունը ոնց որ ասեցի, բանա, քոլեջը համալսարանական մակարդակ է։ Համալսարանական մակարդակը արդեն Հայաստանում շատ քչերին է հասանելի։ Այդ մարդիկ հակառուսությամբ եւ Սորոսի թուրքերի փողերով Սորոսի անվան տակ Հայաստանը կռացրեցին մինչեւ այս պլինտուսները։ Դրանում է գործը, այսինքն ով որ ուզում է գործն անի, պետք է նկատի ունենա իր դեմ աշխատում է թուրքական փողը, արևմտյան իդեոլոգիայի տակ, մինչև հիմա անալիտիկներ կան ասում են Անգլիան արեց։ Լսեք, Անգլիան Հայաստանը ոչ մի բան չի անում։ Անգլիան Ադրբեջանում Ռուսաստանի դեմ որոշ բաներ անում է, շինությունները դա սարքելով նավթի բանի հետ կապ։ Հայաստանը 100%-ով թուրքական բեջարման տակ է։ Պարոն Արությունյան, Մեծ Բրիտանիայի անունը հաճախ ինչու է հիշատակվում, որովհետև չգիտեմ դուք տեղյակ եք թե ոչ, 44-օրյա պատերազմից առաջ Արցախի այն հանքերը, որոնք հայկական տիրապետության տակ էին, պատերազմից մի քանի ամիս առաջ Բրիտանիան այդ հանքերի վերաբերյալ պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ, որ այդ հանքերը ինքը պիտի շահագործի։
Շատ պարզ պայմանագիր է։ Ադրբեջանին ձեռնտու էր այն ժամանակ հələ Ղարաբաղը լրիվ Իրանը չէր, ձեռնտու էր որ ասեր լսի Անգլիա քո անունով կգրեմ սրանք ժամանակավորապես, բայց դու միջազգային հարցերում ես հեսա գրավելու եմ այդ տարածքները, հանկարծ չտպրտաս իմ դեմ։ Հիմա վաղը կտեսնենք այդ հանքերը ումը կլնեն։ Ալիևինը թե բաներին, անգլիացիներին, բարշա։ Դա տակտիկական քայլեր են, որ խելոք քաղաքական գործիչներն անում են, քթածակ ունեցողներն անում են։ Ցավոք մենք բարձրաց ոչ քթածակն ունենք, ոչ խելք ունենք։ Հիմա տեսեք, Ու բանը հայ գործիչները, քաղաքական գործիչներն այնքան հզոր էին, որ Ռուբենն ասում են, անգլիական բանա, Սմատրյաշիա է այստեղ, Ղարաբաղ, որ գնացել էր Ռուբենը, ով էր, անգլիական Սմատրյաշի էր։ Մինչև հիմա այդ մարդը հայի գլուխ է հարթում։ Բլավ, ինչքան անուն չտամ, դուսակալի ես խոսում եմ բան, էլի, սենց ինկոգնիտո, էլի խոսակցությունա։ Ամեն թեմայով, որ ես խոսում եմ, տասնյակ անուններ կարամ տամ, որոնք հենց հիմա բեջարում են հրապարակի վրա են, շատ ակտիվ գործում։ Ես ուր ենք իջել, ժողովուրդ։ լավ, գանք մեկ այլ թեմա, կոնֆլիկտի մասին հասկացանք դեռ երկար պիտի խոսենք, որովհետև մեր հասարակությունը փաստորեն այո, ինչպես դուք արդարացիորեն նկատեցիք, ամեն կերպ խուսափում է կոնֆլիկտից։ Դրա համար նույն Ղարաբաղյան կոնֆլիկտի մասով, չէ, ամբողջ հույսը ինչ էր, որ մենք հենք կռվենք, ռուսը չի թողնի կռիվը շարունակի, չգիտեմ, ամերիկացին չի թողնի, ադրբեջանցիների նավթը 2014 թվականին պիտի ավարտված լիներ։ Նախորդ իշխանությունը այդքան են թմկարում։ Էլ Ադրբեջանը փող չի ունենա պատերազմելու համար։ Չգիտեմ, Իսրայելը զենք չի տա, սա էս չի լինի, բանը հայ զինվորը ոգով բայրակտարների դեմը կառնի, խոսքով ամեն բոլոր սցենարների պարագայում երկնքից 3 խնձորեր են գնում, 3 էլ մեզ, ոչ ուրիշներին։ Եվ հիմա էլ այս իրավիճակում հեքիաթը ճիշտ ասած շարունակվում է, որովհետև մարդիկ չեն հասկանում, որ նույն է Տրամպի ուղի կոչվածը, որ Տրամպի ուղին չի ստեղծվում նրա համար, որ Սյունիքը պաշտպանեն, թողնեն հայերին, ոչ։ Տրամպը գրեց իր անունը, որ ցուցակի մեջ մենք արդեն 7-րդն ենք, 7 պատերազմա, չէ՞ վերջացրել։ Նոբելյան մրցանակ է մարդն ուզում։ Ինքը արդեն գեոքաղաքական քարտեզից չի հասկանում Տրամպը, չէ՞ ինքը 3-4-րդ դասա։ Բարի ջան, մի քիչ ես շարունակեմ կոնֆլիկտի չսպասարկման հարցի հետ կապված։ Ենթադրենք մարդ ուզում է փինաչի դառնա։ Դու կարաս միանգամից փինաչի աշխատես, չես կարող։ Որտեղ նույնիսկ փինաչի աշխատելու համար բան է պետք։ Պրոֆեսիոնալիզմ պետք է իմանաս ոնց տանակն աշխատացնես, ինչ կաշի է պետք, ինչ մեղ է պետք եւ այլն։ Այստեղ եթե դու հավաքարար ես ուզում ընդունես, քննություն կա։ Չկա Ամերիկայում մասնագիտություն, որը քննություն չունենա։ Դու գնում ես ձեռնարկ կա գրած, բան, դասեր են անցնում, ցույց են տալիս։ Ես եկա որտեղ աշխատանքի ընդունում, մի շաբաթ հետո ինձ կանչեցին քննություն հանձնելու իմ բանից, իմ աշխատանքի հետ կապված, ոնց պետք է ջրի հետ վարվեմ, գազի հետ վարվեմ, հարկերում, պահակների հետ, դռները բացելից, բանալի եւ այլն։ Հազար ու մի մանրուք կա։ Հիմա ամենափոքր գործն էլ պահանջում է որոշակի գիտելիք ու մասնագիտականություն։ Հայերին թվում է, թե կարելի է չիմանալով քաղաքագիտության հիմքերը, բարձրագույն բաները, կոնֆլիկտը չիմանալով, սուբյեկտ չիմանալով, պետությունը, քաղաքացին, իշխանություն, ոչ մի բան չիմանալով դու կարաս այդ իշխանության հետ գործ ունենաս կամ հաղթես։ Այդ նույնն է, որ փինաչություն չիմանալով փինաչություն անես, կոմպյուտեր չիմանալով IT-շնիկ աշխատես, տիեզերքից բան չհասկանալով թռնես տիեզերք։ Մենք այդ աբսուրդների մեջ ենք, բարիշատ։ Հային թվում է, թե գիտելիք չի պետք։ Մարդ ես, ուրեմն տղիկնով եղավ։ Հարցը տենց է դնում։ Ես ապշած եմ, այս գրքի մասին միշտ խոսել եք, որ այս գիրքը գրել եմ, այս ցույց տամ, նորից խոսամ, որ հասկանա։ Ուրեմն այս գրքի անգլերեն տեսակն է։ Այս նույն գրքի հայերեն տեսակն է։ Այս նույն գրքի ռուսերեն տեսակն է, բաժան։ Դու չես գտնի աշխարհում մի գրողի քաղաքագետի, որ ինքը իր գիրքը գրի, իր լեզվով թարգմանի, տպել տա, ինքը տիրություն անի, օր ու գիշեր գոռա, թե արա, այս բաները գրել եմ, ինքնարժեքով վաճառում եմ։ Անգլերեն գիրքը, որ հիմա դրեցի, Amazon-ն ասեց $60, պակաս չեմ կարա դնել, որովհետև գունավոր գիրք է։ Այս գիրքը դուրս է գալու եկող շաբաթ, մյուս շաբաթ,
ինքնարժեքով 1500 դրամ։ Ես հայերի հետույքը պետք է պաչեմ, որ գնեմ։ Սրան պատասխան կա, կարան ասեն, արախի դու ով եղար, խելար գիրք ես գրել, սաղացնում ես մեր վրա քո խելառությունները, հասկանես։ Իմ խելառությունների ապացույցն է նա, որ դուք տգետ եք, որ դուք տարական հարցեր չգիտեք։ Այս գրքում գրած է։ Է չեն ուզում սովորեն, չեն ուզում վերցնեն, բարի ջան։ Եթե դու չգիտես իշխանությունն ինչ է, ո՞նց իշխանության դեմ պայքարես։ Օրինակ ռուսները պարտիզանություն ունեն գերմանացիների դեմ, շատ պարզ էր։ Գերմանացիներն եկել են, իրենց երկիրը գրավեն, այդտեղ գերմաներեն խոսան, այլ ռուս չի լինի, կարող է իրենց սպանեն, կայնացնեն պատիտակ գնդակահարեն։ Հայերի հետ եղել է գենոցիդ, 1.5 միլիոն գնդակահարել են, դրանից հետո էլ 100 տարի է գենոցիդը շարունակվում է Ադրբեջանում, ամեն քայլափոխի, Հայաստանը մտել է անկախություն 3.5 միլիոնով, հիմա 2 միլիոն է։ Այդ միլիոնը կեսն ինչ եղան։ Զոհվեցին, գնացին, արտակ փախան։ Այդ գենոցիդ էր, չէ՞։ Հայերը գենոցիդը պրեզիդենտ չեն գալի, բարիշան։ Դե կոնֆլիկտը սպասարկած են, չեն սպասարկել, դու ով եղար արա։ Ինչ գենոցիդ, հնա ավրում ենք, սաղ ուրախ, հələ մի հատ տես ռեստորաններն ինչքան մարդ է նստել։ Կաֆես գալիս նստելու տեղ չկա։ Այսինքն տգետների հետ դու չես կարա քաղաքական հարց քննարկես, բարիշան։ Տգետների հետ դու իրավունք ունես նաև ընտրության գնալու, որովհետև տգետ իրավունք ունի թուղթ գցելու բան քվյատու։ Բայց հայերի մոտ ասում են, արա դու արի ինչ։ Լսի տգետն ինչ իրավունք ունի քաղաքացիական ակտ կատարելու։ Սովորեք այ մարդ, սովորեք տարականը։ Ես ասում եմ Նիկոլի դեմ պայքարելու հիմա հələ հնարավորություն կա։ Միլիոն ձև կա, երկու աղբերով նստեք քննարկեք, հերո տղա նստեք քննարկեք, մերու աղջիկ քննարկեք, քթեք ձևեր, որի դեպքում հենարանը արդեն այդ ձևով չի պաշտպանի Նիկոլի։ Երբ որ դուք համոզված կլինեք, որ հենարանի, Նիկոլի հենարանի գոնե 50%-ը չկա արդեն, գոնե 5 հատ միլիցա, 10 հատ միլիցա փախել են, տոպսերը շպրտել են, մի բան տեղի ունեցել, այն ժամանակ, երբ որ մի քաղաքական գործիչ կասի գնում են կտրությունների, նոր այն ժամանակ ասա, ընկեր ջան, եթե Նիկոլն ասեց ես եմ ընտրվել, ինչ ես անելու, ու պահանջի պատասխան, եթե ինքն ասեց հետընտրական, տեղում դրան սատկացնել է։ Եթե դու թասիբն ունես, այդ ընտրողը, որ այդ հարցը տալիս է, թասիբն ունես, նման բան ասողի, տեղում քացուտակ է պետք գցել։ Սատկացնել ֆիգուրալն է ասեցի, էլի նենց, այլաբանական։ Ժամանակ կա փրկվելու, բայց դե ես իմ փորձից ելնելով ասեմ, 30 տարի է հաչում եմ, երկու հոգուց ավել ուշադրություն դարձնում ոչ չկա։ Պարոն Հարությունյան, մեր ժամանակը ավարտվում է, ես առաջարկում հեռուստատողներին շատ ուշադիր լսել պարոն Հարությունյան, ես էլ եմ լսում, բայց հրապարակային չեմ համաձայնում ձեր առաջարկները։ Բայց Բարիշ ջան, ես հասկանում եմ քո վիճակը, նո եզակի մարդ ես, բայց իրանք պետք է հաշվի առնեն որ դու հայ ես։ Եթե դա էլ հաշվի չառնան, արդեն շատ տխուր վիճակ կլինի։ Փաստորեն մենք կլենք պրովոկատոր, որպեսզի քեզ տանեն նստացնեն, դա գործ չի լինի, այդ սարսափելի բան կլինի։ Անասուններ, այստեղ հասես հայտնի է, ասելիք ունեք եկեք այստեղ։ Տվարներ, ստե որ տուն եք առել 2 միլիոնով, հրաչ ես, ինչ ես, անոյ աղբեր։ Արի իմ հետ խոսա, տվար։ պարոն Հարությունյան, վերջին հարցը՝ ի տարբերություն հայ հասարակության, դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը հասկանում է ու սպասարկում է կոնֆլիկտը։ Հասարակությանը 1000% հոյակապ է սպասարկում։ Ինքը բեջարում է բոլոր ռազմականը բեջարեց այնքան, որ գնում էր շուխուրները ստացում ապահովեց հետընթացը։ 44 օր խոճապ ապահովեց Նիկոլը։ Նիկոլը բարոյական ասպարեզները լրիվ այլասերեց։ Նիկոլը բանը քաղաքական դաշտը այլասերեց։ Նիկոլը հիմա ամեն օր իր բոլոր բարերը հաշվարկած են։ Այդ տղեն հանճարեղ է փաստորեն։ Այդ թուրքը հանճարեղ է։ Մեզ կործանելու հարցում։ Ոչ մեկը չփորձի Նիկոլին ասի թե էս այնով եղավ, ապուշ, այնով եղավ քեզ գենոսիդով։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, մեր զրույցի երկրորդ հատվածը թողենք այլ թողարկման, այսինքն առաջիկայում կզրուցենք Նիկոլ Փաշինյանի ծնող միջավայրի մասին, որտեղ սա էլ է կարևոր, սա ինչու պիտի քննարկել, բացի նրանից հայ հասարակությունը, որ կոնֆլիկտը պիտի սպասարկի, այսինքն իր իրավունքները պիտի պաշտպանի, կոնֆլիկտը իր դեմ հրահրված կոնֆլիկտը սպասարկելով։ Հայ հասարակությունը պիտի նաև հասկանա, որ
Նիկոլ Փաշինյանը պատճառ չի, Նիկոլ Փաշինյանը հետևանք է, եւ եթե դու ուղակի փորձում ես վերացնել պատճառը կամ հեռացնել պատճառը առանց հետևանքի արմատը չորացնելու, այն նոր պատճառը առաջանալու, այսինքն Նիկոլի փոխարեն կլինի Պոլոզ Մուկուչը, բայց նույն գործողությունները կանի։ Եվ նույն ես քաղաքական գործիչներից մեկի հետ զրուցում եմ եւ երբ որ իր տեսակետն ոչ եթերային զրույցի տեսակետները հասկացած եկա եզրակում փաստորեն դուք ոչ թե ուզում եք փոփոխություններ հասարակության առողջացում, այլ համարում եք որ Նիկոլի ինչ վատ է ուտում, այնա մենք եք գանք ուտենք այս պետությունը։ Որ հայերն ասում են խիես ումից են պակաս, միակ իմաստը դրանն է, ուտելու։ Հայաստանում իշխանությունները միայն գրփելու համար են։ Ումից ես գրփում սեփական ժողովրդից։ Դա գողության ամենապրիմիտիվ ու ամենաանվնաս տեսակն է, բարի ջան։ Կանչում ես թե ընտրությունների թղթը գցում են այնտեղ ու կարտ բլանշ է ստանում միլիարդատեր դառնալու, որտեղ հայկական հասարակությունը պատրաստ է կաշառք տալու, պատրաստ է ենթարկվելու, գենոցիդվելու։ Միլիցիան ասում է, սա փողոց տալիս եմ, գնա ինչ-որ պետք է արա։ Հասկանում ես, այդտեղ գործ չկա, անելիք չկա։ Նիկոլի դիրքը Հայաստանում առաջի դեմքերի, սենց ասեմ, դիրքը ամենասարսափելի գողը, հանցագործը, մարդասպանը դրանց համեմատ սուրբ է։ Միլիցիան ես ասում, միլիցիան անում է։ Պրոբլեմ չկա։ Շատ փոքր փողով, ձրի փողով։ Ու բոլորն էլ գեներալ են, միլիցիա ստարշինա չկա արդեն, սա վերինչիներ են, լեյտենանտ, կապիտան։ Ամերիկայում միլիցիան շատ քիչ կտեսնես, սպա միլիցիա, չկա պրակտիկորեն։ Շնորհակալ եմ, պարոն Արսեն։ Ավարտում ենք այսօրվա եթերը, թողնելով հաջորդ մեր քննարկմանը տեղ Նիկոլ Փաշինյանի ծնող միջավայրի մասին։ Շնորհակալ եմ։ Ես շեշտեմ զրուցումի շատ հարգարժան Արա Հարությունյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Արսեն, ձեր ժամանակից տրամադրելու համար։ Առաջարկում եմ մարդկանց անպայման հնարավորության դեպքում կարդալ ձեր գրքերը, ովքեր ուզում են կարդալ ժամանակ ունեն։ Ես պատրաստ եմ իրենց նվիրել այդ գիրքը, բայց կարդալու բառը։ Շնորհակալ եմ, պարոն։ Պետք է ջոգես ու մեզ նվիրում, բարի ջան, հենց այն չենք նվիրի։ Տեսություն։